ձայն չհանելով պատերազմը ավելի է մոտենում։ Հայկական տան վրա կրակել են, ապացույցները կան։ Ադրբեջանը վստահ եմ ցանկանում է մեզ ներքաշել պատերազմի մեջ։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ցանկացած ճանապարհով վերցնելու է ուժի գործադրմամբ, պատերազմով, սպառնալիքով։ Ալիևը ինքը ռևանշիստ է, Ալիևը ինքը որևէ պայմանավորվածության չի գնում, Ալիևը ինքն է օկուպանտ, ինքն է խախտել Մինսկի խմբի համաձայնագրերը, հիմա օկուպացել է Հայաստանի տարածքը։ Իր արսենալը ուղղելու է Ադրբեջանի դեմ։ Իրանը չի կարող այսօր Իսրայելի դեմ միայնակ պայքարել։ Գալու է օրը եւ Ալիևը, այսպես ասած, գցելու է Իսրայելին։ Որովհետև կոռումպացված ռեժիմ է, որովհետև նավթադոլարները նաև Իսրայելից են այնտեղ գալիս։ Ադրբեջանը փոքր երկիր է, որ ինքնուրույն որոշի հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա, թե ոչ։ Արդյոք Իրանը կունենա կանաչ լույս Թել Ավիվին հարվածելու, Բաքվից հարձակում ստանալու դեպքում։ Եթե Բաքվից լինի հարձակումը, Բաքվին կհարվածի։ Ալիևը բարդ իրավիճակում է, Ալիևը եւ Էրդողանի խամաճիկն է, եւ Պուտինը, եւ Նետանյահուի։ Հիմա իր արսենալը ուղղելու է Ադրբեջանի դեմ։ Իրանը չի կարող այսօր Իսրայելի դեմ միայնակ պայքարել։ Գալու է օրը եւ Ալիևը, այսպես ասած, գցելու է Իսրայելին։ Որովհետև կոռումպացված ռեժիմ է, որովհետև նավթադոլարները նաև Իսրայելից են այնտեղ գալիս։ Ասվում է, որ Պուտին-Թրամփ սիրավեպ է սկսվել։ Այսօր մենք չգիտենք նույնիսկ Թրամփի ճակատագիրը ինչ կլինի, եկեք բարձ ասենք։ Բարև ձեզ, սիրելի Լիլիթ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Դուք մեծ ասելիքով եք եկել։ Այդպես է։ Իհարկե, մենք անընդհատ ասելիք ունենք, հատկապես այս ֆոնին, որ Ադրբեջանը անդադ սպառնում է մեզ եւ խոսում ենք խաղաղությունից, սակայն որքանով տեսնում ենք, այդ խաղաղությունը չի մոտենում։ Հիմա հաղորդման ընթացքում կփորձենք բացել փակագծերը ձեզ։ Շատ ճիշտ սկսեցիք։ Տիկին Դալաքյան, արդեն 1 ամսից ավել է, ինչ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից կրակը չի դադարում, ինտենսիվ է դարձել նույնիսկ Սյունիքի մարզում, Խնածախ, Խոզնավար գյուղերում։ Սա ինչ է։ Ադրբեջանի նախագահը բոլոր հարթակներում ասում է, որ Ադրբեջանը երազում է եւ ձգտում է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Դրան զուգահեռ Իսրայելից գնում է զենք ու զինամթերք, գնում է բավականին թանկ ռազմական տեխնիկա տեղափոխող ինքնաթիռեր եւ զարգացնում է իր, այսպես ասած, ռազմական արսենալը եւ սահմանին զորավարժություններ է անում թուրքական հատուկ ջոկատայինների հետ ու հատկապես այն ժամանակ, երբ հայ-իրանական զորավարժությունները գլուխ էին բարձրացրել։ Սա ինչ նշան է, սկսենք կրակոցներից։ Սա նշան է, որ իրենք պատրաստ չեն խաղաղության, ինչի մասին մենք ձեզ հետ շատ ենք խոսել։ Սա նշան է, որ ուղղակի ժամանակ են շահում, հասկանալու համար միջազգային իրավիճակում ինչ իրադարձություններ կլինեն, որովհետև ես մտնում եմ այն տեսակետին, որ Ադրբեջանի հարձակումը պլանավորված է լինելու տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, շահերի բախմամբ կամ աջակցությամբ Ադրբեջանի։ Ադրբեջանը փոքր երկիր է, որ ինքնուրույն որոշի հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա, թե ոչ։ Ինչ վերաբերում է ռազմական արսենալը հզորացնելուն, հենց հետաքրքիր է, որ մեզ չի կարելի զենք գնել, մենք պետք է մեր զենքերը հետ տանք, բայց իրենք զինվում են նախադեպ եւ պայման են դնում, որ Հայաստանի բանակը չպիտի զինվի, որ Հայաստանը ագրեսոր է, օկուպանտ է, իրեն զենք վաճառել չի կարելի։ Ով է թույլ տվել Ալիևին, որ նման երկրաչափական պրոգրեսիայով աճող լեզվով խոսի Հայաստանի հետ։ Հայաստանի դիվանագիտությունը ոչ թե մենք էլ պիտի պես ասենք գալու ենք ռևանշիստներին, չէ, այդ մակարդակը պետք չի իջնել այդքան, մանավանդ որ աշխարհում պետք չի երևալ ոչ կոնստրուկտիվ, բայց այն որ Հայաստանը պիտի ասի, որ ինքը իրավունք ունի զենք ձեռք բերել եւ ոչ թե պաշտպանվելու համար միայն։ Այո, մենք գիտենք, որ մենք երբեք չենք հարձակվի հարևան երկրի վրա, բայց այդ պահանջները, որ չպետք է զինվեն եւ այլն, պետք է միջազգային հանրությանը ներկայացնել, ասել տեսնում եք, իրենք ասում են մենք իրավունք չունենք բանակ ունենալ, ոչ թե Ալիևին պատասխանել Ալիևի հետ այլևս պետք չի խոսել։ Նա իր գիծը քաշել է, նա պատրաստ չի խաղաղության, անընդհատ նոր պահանջներ է ներկայացում։ Մեր դիվանագիտության խնդիրն է միջազգային ասպարեզում անդադ բարձրաձայնել, որ Ալիևը ինքը ռևանշիստ է, Ալիևը ինքը որևէ պայմանավորվածության չի գնում, Ալիևը ինքն է օկուպանտ, ինքն է խախտել Մինսկի խմբի համաձայնագրերը, հիմա օկուպացել է Հայաստանի տարածքը։ Ես այդ քաղաքականությունը չեմ տեսնում եւ այն տեսակետը, որ մենք պետք է շատ չխոսենք, որ պատերազմ չլինի, պատերազմ լինում է այն ժամանակ, երբ որ հարևանը գիտի, որ դու թույլ ես
ես։ Եթե իրենք գիտեն, որ դու ուժեղ ես, ռազմական բալանսը վերականգնում ես, պատերազմ չի կարող լինել մենակ նրա համար, որ դու ուզում ես քո շահերը պաշտպանել։ Ասում եք, որ մակարդակի հարց է, ով մենք չենք պատասխանելու իրեն, բայց ում պատասխանենք։ Ասում եք պետք է մեկ այլ միջոցների դիմենք, երևի նկատի ունեք այլ կառույցների։ Հերթը հասել է, բանը հասել է նրան, որ Ադրբեջանի կողմից հայկական տան վրա կրակում են։ Պետական մակարդակով չդատապարտվեց։ Միջազգային կառույցները չդատապարտեցին։ Ռուսաստանը չդատապարտեց, Ամերիկան չդատապարտեց, Արևմուտքը չդատապարտեց։ Սա ինչ է, սա ինչով է բնութագրական եւ մենք ինչի պետք է դիմենք հայկական տան վրա կրակել են։ Ապացույցները կան։ Խնածախում եւ խոզնավարում բնակիչները արդեն գիտեն, որ ժամերին է լինելու կրակահերթը։ Մարդիկ աշխատում են իրենց դաշտերում, դաշտերն էլ տեսանելի է։ Դաշտերը գտնվում են ադրբեջանական զորքերի դիտակետերի հսկողության ներքո։ Այս իրավիճակը որտեղից պետք է սկսենք, պետական մակարդակով ինչ քայլեր պետք է անել եւ Ալիևին ինչպես պետք է հակադարձել։ Տեսեք, Ադրբեջանը վստահ եմ ցանկանում է մեզ ներքաշել պատերազմի մեջ եւ դրա համար իրեն կրակում են, սпасելով արձագանքին, որ դիմեն ինչ որ լայնամասշտաբ արդեն սադրանքի, ասելով հայկական կողմն է կրակել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թողնենք, որ Ադրբեջանը երբ ուզենա խախտի հրադադարը, մենք էլ ասենք դե լավ, ձայն չհանենք, որ պատերազմ չլինի, նույնից եմ կրկնում, ձայն չհանելով պատերազմը ավելի է մոտենում։ Որոնք պիտի լինեն մեր անելիքները։ Ով պետք է ձայն հանի եւ այդ ձայնը ինչպես պետք է լինի։ Առաջինը մենք հիմա միայն դիվանագիտական մեթոդներին պիտի դիմենք, ես նշեցի, քանի դեռ լայնածավալ սադրանքի չեն դիմել, մենք չպիտի հակահարցակ բանացնենք։ Օրինակ հակահարցակում ջերմուկուն եղավ եւ դա ճիշտ էր։ Տան վրա են կրակում, ինչ պետք է անենք։ Մենք ԱԳՆ մակարդակով նաև որպես այդ կառույցում որոշակի փորձ ունեցող անձ պետք է ուշադրությունը հրավիրենք ձեր նշած երկրների։ Տեսեք, եթե մենք չենք խոսում, ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն պարտավոր չեն գան եւ արձագանքեն։ Ով պետք է խոսի։ Դիվանագիտական մեր կառույցները, Արադ Միրզոյանը, նախարարը, դեսպանները տարբեր երկրներում հավատարմագրված։ Ինչպես է լինում, որ չեղած կրակոցը, որ ներկայացնում են Հայաստանի կողմից, Իբր Հայաստանը կրակում է ադրբեջանական դիրքերի վրա, Ալիևը բարձր մակարդակներով հնչեցնում է, սադրանքները հնչեցնում, փորձում է մանիպուլացնել, փորձում է միջազգային հանրության առջև Հայաստանի ներկայացնել ռևանշիստ։ Պետական մակարդակով երկրի նախագահն է ասում։ Դուք ասում եք, որ պետք է անի արտաքին գործերի նախարարությունը։ Չէ, ես վստահ եմ, որ մենք Ալիևի նման չպիտի խոսենք, մեր ղեկավարը Ալիևի պես չպիտի խոսի, խոսքը չի վերաբերում, որ պիտի վախենա կամ ավելի ցածր խոսի, խոսքը նրան է վերաբերում, որ Ալիևը այո ցանկանում է մեզ ներքաշել այդ փողոցային շատ ներողություն ռազմորկաների մեջ, իսկ մեր խնդիրը չպիտի լինի ասել հիմարը դու ես շատ ներողություն, մեր խնդիրն է միջազգային կառույցներին, վարչապետը միայն չի զբաղվում դրանով, առաջինը արտաքին գործերի նախարարությունն է եւ մեր հավատարմագրված դեսպանները արտասահմանում, պետք է հրավիրեն ԱԳՆ եւ ցույց տան, թե ինչ է տեղի ունենում եւ պահանջեն արձագանք։ Քանի տարի է Թուրքիա նստել է մեր հողի մեջ։ Հիմա էլ ինտենսիվ կրակում է Տիկին Դալլաքյան։ Ասում եք, որ արտաքին գործերի նախարարությունը պետք է դիվանագիտական ճանապարհով հարցին լուծում տա։ Ըստ ձեզ, այսքան ժամանակ հարցին ինչ որ ձևով լուծում տրվել է եւ իրավիճակը փոխվել է։ Տեսեք, դուք շատ ճիշտ ասացիք, եթե նույնիսկ մեր դաշնակից Ռուսաստանը չի արձագանքում, որ ունի մեզ այդ պայմանագիր, ռազմավարական դաշնակից։ Այո, եւ պարտավոր է մեր տարածքի օկուպացիայի դեպքում խոսել, ասում է, դա խնդիր չկա, դա սահմանազատման հարց է։ Մենք պիտի միայն դիվանագիտական ռեսուրսներ այս բանին օգտագործենք։ Մենք ինչ է, պատերազմ չենք հայտարարի Ադրբեջանին միայն նրա համար, որ նա մի քանի տան վրա կրակում է, եկեք պարզ խոսենք։ Մենք պիտի խոսենք դիվանագիտական լեզվով, հարցակում լինի, պիտի պաշտպանվենք։ Խոսում ենք Տիկին Դալլաքյան։ Ոչ, ես դրա մասին արդեն ասացի, մենք չենք խոսում եւ մեր քայլերը շատ թույլ են։ Ինչու չենք խոսում։ Չենք ուզում, նպատակահարմար չեն գտնում, թե կա վախենալու գործոնը։ Դե Հայաստանի կառավարության տեսակետը այն է, որ եթե մենք պատասխանենք, դա պատերազմի, նույնիսկ դիվանագիտական մակարդակով, չեմ ասում մենք էլ ադրբեջանական տների վրա կրակենք, դա դիվանագիտական մակարդակով կբերի պատերազմի, եթե մենք պատասխանենք, այսպես լռենք, տեսնենք ինչ կլինի։ Սա է Հայաստանի այսօրվա ղեկավարության քաղաքականությունը, բայց իրենք գոնե նույն Միրզոյան Արարատի շուրթերով բարբերաբար ասում են, որ հնարավոր է պատերազմ լինի, այսինքն այդ քաղաքականությունը չի բերում խաղաղության, այդ քաղաքականությունը բերում է պատերազմի, այս
այս պահի խաղաղությունը հաջորդ պահին կարող է լինել պատերազմ։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է, հայտարարեց Իրանի նախագահը Փեզեշքյանը Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Սա ինչ ֆորմալ հանդիպում էր եւ դրանից ինչ կարելի է եզրակացնել, ինչու նման արտահայտություն թույլ տվեց այսօր Իրանի նախագահը, առավել եւս երբ գիտենք, որ վերջերս բավականին լարված են Իրան-Ադրբեջան հարաբերությունները ու Իրանը շատ լավ հասկանում է, թե Ադրբեջանը ինչ իսրայելական գործառույթներ է իրականացնում, չհաշված թուրքական մոտիվները։ Այստեղ լուրջ խնդիր կա ինքնորոշման իրավունքի հետ կապված Իրանում էլ կան շատ փոքր ամասություններ Իրանը մշտապես վախենում է խոսել ինքնորոշման իրավունքից այնտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը շատ կարևոր է եկեք չմոռանանք որ առաջինը շնորհավորեց Իրանին Ռուսաստան ներողություն Ադրբեջանի Ռուսաստանի ղեկավար երկրորդը Իրանի հոգևոր առաջնորդը այսինքն դա նորություն չի մյուս կողմից երբ իրենք տեսնում են որ Հայաստան ինքն էլ է ճանաչում դա կարող են քննարկել ճիշտ է թե ոչ այլ հարց է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ինչու պիտի Իրանը գնա ասի ես չեմ ճանաչում Իրանը իր շահերն ունի, եթե Հայաստանը ճանաչել է, կրկնում եմ, դա այլ հարց է ճիշտ է թե ոչ։ Իրանը չպիտի Ադրբեջանի հետ հարաբերությունները առավել լարի եւ չասի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այլ հարց է, որ կարելի է ընդհանրապես այդ թեմային չանդրադառնալ, օրինակ ինչի է այդ թեմային անդրադառնում, որովհետեւ Իրանն այս պահին թույլ է, տեսեք, Իրանը վախենում է, որ Իսրայելը Ադրբեջանի միջոցով կարող է որոշակի սադրանքների գնալ, Իրանը չի կարող հիմա արևմուտքի հետ պայքարել, Ռուսաստանը այնպես չի իր դաշնակիցն է դա բոլորն էլ հասկանում են, փորձում է Ադրբեջանի մեղմել դիրքորոշումը, բայց իմ կարծիքով եթե Ադրբեջանը եւ Իսրայելը նպատակ ունենան Իրանի դեմ սադրանքի գնալ, այնպես չի, որ այդ ճանաչումը որևէ բան կփոխի։ Տեսեք, Իրանի նախագահը 120 հոգանոց շքախմբով մեկնեց Բաքու։ Դրան զուգահեռ նույն ժամանակահատվածում հսկայական պայթյուն տեղի ունեցավ Իրանի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում։ Սա ինչ է։ Դե իրանական մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ Իսրայելի կողմից դա կարող է ավիահարվածի հետևանք է եղել, որևէ մեկը չի հաստատել, ոչ էլ հերքել է։ Մի բան ակնհայտ է, Իսրայելը սպասում է ԱՄՆ կողմից կանաչ լույսի։ Ես ասեմ ձեզ, հետևում եմ Իսրայելում ներքին իրադարձություններին, այնտեղ բարկացած են, որ Տրամպը չի համաձայնվում, նույնիսկ Տրամպը, որը համարվում է Իսրայելի դաշնակիցը, չի համաձայնվում Իսրայելին թողնել հարվածել Իրանին։ Հակառակը բանակցությունների է գնում եւ ասում է, որ ցանկանում է գնալ միջուկային գործարքի։ Դա այն Տրամպն էր, որը ԱՄՆ-ին հանեց նույն միջուկային գործարքից։ Հիմա Տրամպը այլ քաղաքականություն է վարում, որովհետև չի ուզում ներքաշվել Իսրայելի կողմից տարածաշրջանում նոր պատերազմի մեջ։ Տրամպը ինչ է ասում, ասում վերջ դնենք պատերազմին։ Հիմա ինչու պիտի գնա նոր պատերազմի մեջ ներքաշվի, դեռ Ուկրաինայում էլ չգիտենք ինչ կլինի։ Այսինքն Իսրայելը եւ իր դաշնակից Ադրբեջանը սպասում են կանաչ լույսի ԱՄՆ կողմից Իրանի ուղղությամբ, որը դեռ չկա։ Իմ կարծիքով Իրանի ղեկավարությունը ոչ թե պիտի սին հույսեր տածի, որ Ադրբեջան գնալով եւ Ադրբեջանը հաջո հայտարարությունները անելով կմեղմեն Ադրբեջանի հակաիրանական քաղաքականությունը, այլ իրոք գնա գործարքի արևմուտքի հետ։ Դա չի նշանակում, որ իր շահերի դեմ գնա, ընդհանրապես միջուկային զենքի չստեղծման մասին է Տրամպը խոսում, որը նորմալ է։ Բայց եթե այդպիսի քայլ չանեն, վտանգները Իրանի համար շատ լուրջ կլինեն։ Տեսեք, Իրանի նախորդ նախագահը մեկնեց Բաքու, տեղի ունեցավ այդ ողբերգությունը։ Հաջորդ նախագահը գնաց Բաքու Ալիևի հետ հանդիպման նավահանգստի այդ պայթյունը։ Դրան զուգահեռ Իրանի խորհրդանի падգամավոր Մոհամմադ Սիրաջը հայտարարեց, որ Իրանի Պարսից ծոցի ափին գտնվող Բանդար Աբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունը պատահականություն չէր, այլ դիվերսիա էր, կանխամտածված գործողություն եւ կան ապացույցներ Իսրայելի ներգրավվածության մասին։ Կարելի է այստեղից եզրակացնել, որ Իսրայելը փորձում է Իրանի նախագահին տանել Բաքու նման աղետներ կազմակերպել Իրանում։ Սա իրատեսական է։ Կարծում եմ Իսրայելը ազդանշան է ուղարկում նաև Ադրբեջանին, որ ուրեմն իրադրության տերը իրենք են եւ առանց իրենց Ադրբեջանը չի կարող Իրանի հետ գնալ որևէ համաձայնության։ Իսրայելը Ադրբեջան մեծ ներդրումներ ունի հատկապես բանակի ոլորտում։ Իսրայելը շատ մեծ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում եւ Իսրայելը հասկացնում է Ալիևին, որ դու չես կարող առանց մեզ Իրանի հետ գնալ համաձայնությունների։ Սա նաև ես կասեմ Ալիևին է ազդանշան։ Ինչ վերաբերում է Ռայիսի մահվանը, ես կարծում եմ
եւ այդպես շատ փորձագետներ են կարծում, որ դա ներքին ուրեմն կոնֆլիկտի հետևանք էր, որից հետո իշխանության եկան ռեֆորմիստները, այսինքն Իրանում էլ ամեն ինչ միանշանակ չի, ռեֆորմիստների եւ պահպանողականների մեջ կա խնդիր եւ շատերը խոսում էին, որ ինքնաթիռի ուղղաթիռի փոխելը, Ռայիսին վերջին պահին փոխել է ուղղաթիռը, հաստատ Իսրայելը չէր ասել փոխի։ Դա ներքին գործոնների հետևանք էր եւ նրա մահը պայմանավորված էր Իրանում ներքին կոնֆլիկտներով։ Այնպես որ իսկ Իրանի այդ ներքին կոնֆլիկտների հեղինակը ով էր, եթե ոչ Իսրայելը։ Իրենք իրենց մեջ ունեն խնդիր, ռեֆորմիստները կողմնակից են արևմուտքի հետ հարաբերությունների, կոնստրուկտիվ հարաբերություններին, այաթոլլան ավելի ռուսական գծի կողմնակից է, պարզը որ Իսրայելը կտաքացնի այդտեղ կոնֆլիկտը, բայց իրենք իրենց ներսում ունեն այդպիսի խնդիրներ։ Իսկ հոգևոր առաջնորդը դրա մասին միթե տեղյակ չի։ Հոգևոր առաջնորդը տեղյակ է, բայց նա հեղինակություն չունի, մենք գիտենք, որ Իրանում բազմաթիվ ցույցեր են եղել հոգևոր առաջնորդի դեմ։ Ավելի բարձր չի միթե Իրանում հոգևոր առաջնորդի հեղինակությունը։ Ոչ, Փեզեշկյանի հեղինակությունն է շատ բարձր, նա ընտրվել է ժողովրդի կողմից հոգևոր առաջնորդը արդեն տասնյակ տարիներ ղեկավարում է Իրանը եւ մենք հիշում ենք բազմազանոց ցույցեր եղան, սպանություններ նույնիսկ հիշում եք այդ հիջաբի օրենքի դեմ եւ Իրանում գիտեն, որ հոգևոր առաջնորդը 210 միլիարդ դոլարանոց բուրգի ղեկավար է, Սեդատ է կոչվում, դա ամերիկյան դեսպանատուններ հրապարակել Իրաքում կոռումպացված վերնախավ ունեն, որոնք այսպես ծայրահեղական լոզունգներ հնչեցնելով թալանում են սեփական երկիրը, այնտեղ Արեգ ջան 40% բնակության աղքատ է, ինֆլյացիան պաշտոնապես մի քանի 100% է, նույնիսկ հիշում եք Փեզեշկյանը առաջարկեց մի քանի 0 հանել ռեալից իրենց արժույթից, այսինքն տնտեսությունը կատաստրոֆիկ վիճակում է սանկցիաների պատճառով, երկրի ներսում չկա դեմոկրատիա եւ Ադրբեջանը եւ Իսրայելը կարող են օգտվել դրանից եւ Իրանում հրահրել ինչ որ պրովոկացիաներ։ Դրա համար այաթոլլան աշխատում է ավելի զգույշ լինել։ Իհարկե հռետորական մակարդակում սադրում է Իսրայելին, բայց գնում է բանակցությունների նաեւ արևմուտքի հետ։ Իդեպ Իրանում պայթյուն է տեղի ունեցել նավահանգստի այն հատվածում, որտեղ հնարավոր է եղել պահեստավորված ամոնիումի պերկլորատը, որը հրթիռային վառելիքի արտադրության համար օգտագործվող քիմիական նյութ է։ Պայթյունը իդեպ համընկել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հետ, ինչը որոշ վերլուծաբանների մոտ առաջացրել է ենթադրություններ հնարավոր սաբոտաժի մասին։ Այո, ես համաձայն եմ, որ Իսրայելը ազդանշան ուղարկում Ալիևին եւ ավելի շատ ԱՄՆ-ին, որովհետեւ Իսրայելի ներսում կան դժգոհություններ, որ ԱՄՆ-ն մեզ միայնակ է թողնելու։ Հիշում եք Նետանյահուն մի քանի օր առաջ ասաց, որ Իսրայելը պատրաստ է միայնակ նույնիսկ պայքարել Իրանի միջուկային գործունեության դեմ։ Այսինքն Իսրայելում այն տեսակետը, որ եկավ Տրամպը եւ վերջ ամեն ինչ լավ է լինելու, փլուզվում է։ Մանավանդ Նետանյահուի դեմ արդեն լուրջ դիմադրություն կա անդիմության կողմից, նախկին երկու վարչապետները խոսում են նրա պաշտոնանկության օգտին, հիմա նրա դատավարությունն է, այսինքն Ալիևի դաշնակից Նետանյահուն երկրի ներսում ունի խնդիրներ եւ նաեւ արտաքին ճակատում, քանի որ քանի ամիս է չի կարողանում ստանալ ԱՄՆ-ի դրական պատասխանը հարվածելու Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին։ Ի վերջո, Իսրայելը հասնելու է այն իր երազանքին եւ կարողանալու է Իրանը ներսից պայթեցնել հիմնահատակ։ Դա երկու կոմպոնենտ եկեք բաժանենք։ Նախ Իրանի ղեկավարությունը ինքը պիտի հասկանա, որ պետք է գնալ բարեփոխումների, երբ կարող են ներսում անկայունություն ստեղծել արտաքին ուժերը, երբ որ երկրում չկա դեմոկրատիա, երբ որ կան դժգոհություններ իշխանություններից, այո, դա կարելի է դրանից օգտվել եւ երկրի ներսում հրահրումներ իրականացնել։ Երկրորդը, Իրանի ղեկավարությունը եթե գնա արևմուտքի հետ հարաբերությունների նորմալիզացման, Իսրայելը այստեղ մնում է միայնակ։ Միայնակ Իսրայելը չի կարող պայքարել Իրանի դեմ, այսինքն սա ավելի շատ ես կասեի Իրանի ղեկավարությունից է կախված, արդյոք Իսրայելը կկարողանա գնալ ինչ որ լուրջ քայլերի Իրանի դեմ, թե ոչ։ Իսկ Իսրայելը կգնա արգազախնդրությամբ եւ կհրթիռակոծի Իրանը։ Դա մահացու կլինի իմ կարծիքով հենց Նետանյահուի կառավարության համար, որովհետև ինչպես արդեն նշեցի, ինքը ներսում ունի լեգիտիմության լուրջ խնդիրներ, ցույցեր, այնտեղ Համասի հետ չի կարողանում գնալ համաձայնության, պատերազմը շարունակվում է, կոռուպցիայի մեջ է մեղադրվում, գեյների հարազատները ամեն օր պահանջում են նրա հրաժարականը, գուցե իհարկե նա այսպես հաշվի, որ թեժացնելով պատերազմը կարող է հետաձգել իր պաշտոնանկությունը, բայց մյուս կողմից էլ դա շատ վտանգավոր երկկողմանի խաղ կլինի, այսինքն չես կարող ասել Իրանը ինչ պատասխան եւ արդյոք ԱՄՆ-ը կպաշտպանի Իսրայելին այդ հարվածների դեպքում։ Տրամպը այսօր այնպիսի անձնավորություն է, որ որևէ մեկը չի կարող ասել նա կպաշտպանի Իսրայելին, թե ոչ։ Տեսեք, Իրանի նախագահը հանդիպում է Ալիևի հետ, հուշագրեր են ստորագրում 7-ից ավելի, Իրանը միթե տեղյակ չի, թե չի հաշվարկում, թե մեկ այլ առաջ է հաշվարկում շախմատային դիվանագիտությամբ, որ հենց Իրանի աչքի առջև իր թշնամի Ախոյանը Իսրայելը ռազմական բազաներ է դրել,
ու Ադրբեջանը ամեն ինչով խրախուսում է, ոչ միայն տարածք է տրամադրել, այլ խրախուսում է, որ նույնիսկ այդտեղից հրթիռակոծություն կազմակերպել Իրանի վրա։ Միթե Իրանի նախագահները կամ Իրանի պետական այրերը տեղյակ չեն։ Հիմա շնորհավորում են Ալիևին, որ ասում են Արցախը Ադրբեջանի մաս է ու ընդհանրապես խոսք չգնաց այդ միջանցքի բովանդակային առումով։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Միշտ չի, որ Իրանի ղեկավարության քաղաքականությունը Իրանամետ է։ Օրինակ այն, որ Սիրիայում Իրանը ուրեմն պաշտպանում էր Ասադին եւ այսօր ըստ էության ամբողջ Սիրիան ատում է կներեք Իրանին եւ Իրանին դուրս թողեցին տարածաշրջանից, դա Իրանամետ քաղաքականություն է, ոչ։ Բայց ես նշեցի, որ Իրանի վերնախավը հատկապես հոգեվոր կոռումպացված մարդիկ են, նրանց ինչպես Հայաստանում տարիներ շարունակ չի հետաքրքրում Իրանի շահը, իրենք ունեն իրենց բիզնեսը, իրենց նպատակն է անընդհատ Իսրայելին թշնամի ներկայացնելով, այդպես շատ նեղություն օբրազ վրագա, չէ՞, Սովետական միությունում կար, պահպանել երկարաձգել իրենց իշխանությունը։ Դրա համար այաթոլան այդպիսի ճառեր է ասում, բայց Իրանի շահը չի այդտեղ։ Երկրորդը, քանի որ տեղի ունեցան հայ-իրանական զորավարություններ, Իրանը փորձում է մեղմել Ադրբեջանում այդ տեսակետը, որ մենք Հայաստանի կողմնակիցն ենք, դա նյարդային իրավիճակ է առաջացնում։ Հաջորդը Ադրբեջանը մեծ ուրեմն համայնք ունի Իրանում եւ Իրանը վախենում է, որ դրանից Ադրբեջանը կօգտվի։ Շատ են այստեղ պատճառները, բայց այն Իմ տեսակետով, որ Իրանը չէր հասկացել, որ 44 օրյա պատերազմը իրանց դեմ է ուղղված, ոչ թե Հայաստանի առաջինը, ինչու Իսրայելի ներգրավվածություն, Իսրայելը հոմեր դեմ չէր պայքարում։ Իսրայելը ցանկանում էր ձեր ասացի պես Իրանի հարևան երկրում ունենալ բազա, ոչ միայն ունենալ, այլև խորացնել, մեծացնել թվականակը, հիշում եք, ասում էին Լեռնային Ղարաբաղի տարածքից էլ է եղել հարված վերջերս Իրանի ուղղությամբ։ Այսինքն այս պատերազմը գլոբալ առումով հենց Իրանի դիրքերի դեմ էր նաև ուղղված, Իսրայելը Ադրբեջանի ձեռքով Իրանին էր թույլատնում, եթե Իրանի ղեկավարությունը դա չի հասկացել, ես չեմ կարող ասել, բայց այն, որ բարձ է Ադրբեջանին պետք չի պատերազմ հայտարարել, բայց պետք է հասկանալ, որ Իրանի միակ փրկությունը, եթե կարող ենք ասել, ինտեգրվելն է նորմալ աշխարհին, զարգացնել տնտեսություն եւ չմնալ միայնակ Արևմուտքի եւ Իսրայելի դեմ։ Եթե Իսրայելը կարգադրի Ալիևին, որպեսզի Ադրբեջանի տարածքից հրթիռակոծեն Իրանը, ինչ է անելու Իրանը։ Իրանը այստեղ տարբեր խնդիրներ կան, արդյոք ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին, թե ոչ, դե Եվրամիությունը դնում ենք մի կողմ որպես ռազմական։ Ենթադրենք արդեն հրթիռակոծությունը կա։ Եթե այդտեղ ներգրաված է ԱՄՆ-ն, Իրանը չի կարող ԱՄՆ-ի դեմ։ Եթե այդտեղ միայն Իսրայելը ներգրաված, մենք դրա մասին խոսեցինք, դա Իսրայելի համար էլ շատ վատ կարող է։ Լավ, ենթադրենք, որ ԱՄՆ-ն ներգրաված է։ Իրանը ձեռքերից ալած նստելի է։ Ձեռքերից ալած չի նստի, բայց Իրանը չունի այն ուժը եւ Սիրիայում մենք դա տեսանք Լիբիայում, նրանք շատ հարթ դուրս եկան այնտեղից, Իրանը չունի այսօր այն ուժը, Հեզբոլլահ չունի, հուսիտներ չունի, տեսնում ենք Համասը ըստ էության թույլ իրավիճակում է, Իսրայելը կարողացել է Իրանի բոլոր այդ արբանյակներին, հուսիտներին թույլատնել։ Այսօր Իրանը մերկ է, ես դրա մասին շատ եմ խոսել։ Այսինքն կարելի է ասել, որ Իրանի ճակատագրիրը կախված է Թրամփից։ Իրանի ճակատագիրը կախված է արևմուտքի հետ, գլոբալ արևմուտքի հետ, դա նաև Եվրոպան է, տնտեսական առումով եւ դա շատ ձեռնտու է Հայաստանի, որտեղ եթե Իրանի վրա այդ սանկցիաները հանվեն եւ Իրան-Հայաստան հիշում եք Փաշինյանն էլ ասաց Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան, Սևծով դեպի Եվրոպա այդ ճանապարհը կառուցվի, որը մեկ գոտի մեկ ճանապարհին այլ ընտրանք է չինական, դա մեզ համար շատ լավ կլինի։ Մենք կարող ենք Իրանից գազ ստանալ, մենք կարող ենք տարանցիկ երկիր լինել, սա Հայաստանի համար կարեւոր է։ Այսինքն Իրանը ունի պետք է ունենա մի կարևոր որոշում արևմուտքի հետ գնալ հարաբերությունների նորմալիզացմանը։ Ոչ միայն Թրամփից է կախված, այսօր մենք չգիտենք նույնիսկ Թրամփի ճակատագիրը ինչ կլինի, եկեք բարձ ասենք, նրա հեղինակությունը լուրջ անկում է ապրում ԱՄՆ-ում, այլ կախված է կոնստրուկտիվ լինելուց։ Դրա համար ես կարծում եմ Իրանը գնում է բանակցությունների, դա հասկանալով, բայց դե արդյոք Թրամփը կշարունակի թե կմոռանա այդ հարցերը, ինչպես ռուս-ուկրաինական հակամարտությունում դեռ բարձ չի։ Ասվում է, որ Պուտին-Թրամփ սիրավեպ է սկսվել։ Այդ ինչ սիրավեպ է եւ ո՞րն է ձեր մեկնաբանությունը։ Ես ճիշտ ասած շատ մեղմ ասած քմծիծաղով եմ վերաբերում այդ հայտարարություններին, որտեղ մի օր սիրավեպ է, հաջորդ օրը Թրամփն ասում է Պուտինը խախտում է հրադադարը, կպատժեմ, հետո նույնից ասում է ինքը շատ լավն է, մյուս օրն ասում է հիմարի տեղ է դնում։ Դոնալդ Թրամփը էմոցիայի ով է անադեկվատը։ Էմոցիայի մարդ է Դոնալդ Թրամփը, նա չունի հստակ քաղաքականություն, ադեկվատության մասին դեռ չեմ խոսում, հիմա կարող ենք ասել ոչ ադեկվատ է նա, ով քնած երեխաներին է սպանում, ադեկվատությունը դնում ենք մի կողմ, այստեղ քաղաքականություն չունենալն է, իմ կարծիքով Դոնալդ Թրամփը չունի հստակ
քաղաքականություն, ոչ ռուս-ուկրաինական հարցում, ոչ Մերձավոր Արևելքում, ոչ էլ նույնիսկ Հարավային Կովկասում։ Նա օրը մեջ կարծիք է փոխում, այստեղ կարևոր է այն, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանին պոկել, այսպես կոչված Չինաստանից, հենց դա Տրամպը ասաց, իմ կարծիքով դա անհնար է։ Մյուս կողմից Տրամպը այնքան է գովացել ձեր ասածի պես Վլադիմիր Պուտինին, նա չի կարող հիմա կանգնել ասել, ես սխալ էի, Պուտինը վատն է։ Պետք է իմ կարծիքով Զելենսկու վրա բարդի մեղքը եւ Եվրոպայի եւ դուրս գա բանակցությունից, բայց այստեղ կարևոր է արդյոք կշարունակի զինել Ուկրաինային, թե ոչ դա ամենամեծ հարցն է։ Կարելի է եզրակացնել, որ թուրքական դիվանագիտությունը աշխատել է Թրամփի վրա եւ փոխել է ԱՄՆ-ի օրակարգը հայոց ցեղասպանության թեմայով։ Ոչ, ես մի շատ լավ հարց։ Ապա ինչու ցեղասպանություն բառի փոխարեն արտաբերեց Թրամփը մեծ եղեր։ Շատ կարևոր հարց եկաք, եթե թույլ կտաք դրա մասին խոսեմ, տեսեք Բայդենը երբ որ արտաբերեց ցեղասպանություն բառը Հայաստանում օրինակ նախկին իշխանություններին դա դուրս չէր եկել, ոչ է Ռուսաստանին, որովհետև իրենց նպատակը ցեղասպանության ճանաչումը չէր։ Երբ որ ԱՄՆ-ն ճանաչեց, որևէ դրական արձագանք չկար, հակառակը մեղադրեցին, որ ԱՄՆ-ն Թուրքիայի վրա ուզում է ճնշում գործադրի։ Հիմա Տրամփն էլ ասում է, դե եթե դուրներդ չի եկել կներեք, որ Բայդենը ցեղասպանություն է ասել, ես էլ կասեմ եղեր, մանավանդ ինքը ասում է շատ լավ հարաբերություններ ունեմ Էրդողանի հետ, Վլադիմիր Պուտինն էլ է ասում եմ իմ լավ ընկերն է։ Այստեղ ես մի կարևոր կետի վրա եմ ուշադրություն ուզում հրավիրել։ Նա ասաց, որ սպասում է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության կատարմանը։ Մեր կողմից ես արձագանք չտեսա։ Հիմա կարող են ասել, դե Տրամփն է բան է ասել, բայց այդպես չի։ Նա ղեկավարում է աշխարհի հեգեմոն երկիրը։ Զելենսկուն վիրավորում է, չէ՞, անընդհատ։ Այդ ղեկավարը անդադ իր հետևից գնում, ինչ որ մի բան է ստանում, մի կտոր զենք է ստանում, մի բառ է ստանում։ Մենք պիտի աշխատենք Տրամփի հետ, պիտի ասենք շնորհակալություն։ Ո՞րն է ձեր առաջարկը, երբ է գալու սահմանային խումբը։ ԱՄՆ-ն այսօր միակ երկիրն է իմ կարծիքով, որ այստեղ կարող է Ադրբեջանի զսպել։ Եթե մենք այդ բառից կներեք չենք կախվում։ Ասում են, որ ամոթալի շրջադարձ է ԱՄՆ-ի պատմության մեջ։ Հա, ԱՄՆ բոլոր ղեկավարները եղան բառն են ուրեմն ասել, Վլադիմիր Պուտինը քանի տարի չի խոսում ցեղասպանության մասին։ Ես նշեցի, Բայդենը ուներ հստակ հայամետ գիծ, Դոնալդ Տրամփը իր քաղաքականության մեջ որդեգրել է տեսակետ, որ եւ Հայաստանի հետ պիտի շփվի եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի, բայց գոնե Հայաստանին ասել է պատրաստ եմ քեզ այդ ռազմավարական համագործակցության։ Եթե թույլ կտաք, միայն Հայաստանն է Հարավային Կովկասում, որ Չինաստանի հետ չունի ռազմավարական համագործակցության հուշագիր։ Իսկ այսօր ԱՄՆ Չինաստանին է իր ախոյան հայտարարել, ինչի մենք չենք ասում ԱՄՆ, տեսեք, մենք ենք այստեղ մերկ այդ առումով։ Այսինքն ես բառերին չեմ նայում, ավելի լավ է ցեղասպանություն չասի, բայց Հայաստանին օգնի պաշտպանել իր անվտանգությունը։ Վլադիմիր Պուտինն է քանի տարի է ոչ խոսում է, ոչ էլ ցեղասպանություն բառն է ասում, բայց եթե նա մեզ զինի եւ պաշտպանի, մենք չենք նայի։ Կներեք, Ռոբերտ Քոչարյանը Մեթյու Բրազիային ասել է, ինձ համար կարևոր չի այդ բառը, ինձ համար պետքա Թուրքիայի սահմանը բացել։ Ես չեմ ասում մենք պիտի չհիշենք ցեղասպանությունը, բայց երկրները ունեն իրենց շահերը, այս պայն կասի, հաջորդ պայն չի ասի։ Իսկ Հայաստանում ցեղասպանության հարցը հարցականի տակ է դրված պետական մակարդակով։ Ես այդպես չեմ կարծում, եւ սա այնպես չի, որ ես իշխանություններին եմ պաշտպանում, կրկնում եմ, Հայաստանը Գործադիր ասաց, որ մեր առաջնահերթությունների շարքում չէ։ Այո, Հայաստանի բոլոր ղեկավարները ասել են, որ դա մեզ համար խնդիր չի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Կրկնում եմ, դա ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, դա ասել է Մեթյու Բրազիային, նույնիսկ հիշում եք այդ Wikileaks-ի հրապարակումներում Մեթյու Բրազիային ասել է, որ ես չեմ աջակցում ԱՄՆ Սենատում Բանաձևին ուղղված հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Եվ Քոչարյանը չի հերքել, որ այդպիսի բան է ասել Մեթյու Բրազիային։ Սերժ Սարգսյանը նույնիսկ համաձայն էր, ուրեմն հիշում եք հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որ գնում էր Սփյուռք եւ Սփյուռքայինն ասում էին նախագահ Միզիջիր, հիշում եք դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, Սերժ Սարգսյանն էլ ասել համաձայնը քննարկենք։ Հայաստանը պիտի ասի, որ ցեղասպանության հարցը անքննելի է եւ Փաշինյանը կարծես ասեց, դա ասեց, որ ես չեմ կասկածի տակ չեմ դնում, բայց դա նախապայման չի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Այլ հարց է, որ Էրդողանի Թուրքիան իմ վստահությամբ չի ուզում կարգավորել։ Պատկերացնում եք, որ Իսրայելի նախագահը կամ առաջին դեպքը մի օր ասի, որ պետք է այդ հոլոկոստի փաստերը վերհանենք, տեսնենք ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, քանի զոհ կա, ինչ կանեն հрьяաները։ Դե օրինակ Սերժ Սարգսյանը ասել է, մենք ոչինչ չենք արել։ Ես չեմ լսել որևէ ղեկավարից ամեն դեպքում։ Ես լսել եմ, որ մենք պատրաստ ենք հարցը քննել պատմաբանների հանձնաժողովում։ Դա տարաբնույթ երանգները պարունակում, ամեն դեպքում որպես առաջնահերթություն այսօր չհամարել եւ օրակարգից դուրս թողել, ես առաջին անգամ եմ լսում, ինչևէ Իսրայելի ղեկավարը եթե ասի մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը պատմաբանների հանձնաժողովում, այնտեղ հեղափոխություն կլինի։ Կարող է այրեն կրակի վրա։ Կարող է դրոշի հետ այրեն։ Պատկերացնում եք։ Ես դրա կողմնակիցը չեմ, բայց հա։
Նրա կողմնակիցը չեք։ Դե չէ, մենք խուլիգանության դեմ ենք Հայաստանում։ Դեմ եք հա դու։ Դե դեմոկրատիա ենք մեզ անվանում, եթե պիտի դառնանք Թաթարստան, գուցե կողմին։ Մենք բաստիոնում ենք ժողովրդավարության։ Ես պոպուլիզմը լուրջ չեմ ընդունում։ Տեսեք, Երեք ժողովրդավարությունը այն չի, որ օրենքը չի աշխատում, այնն է, որ օրենքը աշխատում է եւ կա դեմոկրատիա։ Տեսեք, Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել։ Օրերս հայտարարեց թուրք պատմաբան Թաներ Ակչամը։ Սակայն պետական մակարդակով հայտարարվեց, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում։ Սա ինչ է։ Թուրքը ասում է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, թուրք հայտնի պատմաբանը ասել է, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, ու նաև պնդել է, որ ցեղասպանությունը տեղի ունեցել նաև վերջերս Արցախում, այնինչ առաջնահերթությունների մեջ չի մտնում մեր։ Սա ինչ է, այս դիսբալանս, ասեմ, Արեգ ջան, առաջնահերթություն արտաքին քաղաքականության հարցում, այո, առաջնահերթություն չի, այս պահին ճանաչումը, որովհետև մենք այս պահին ունենք լուրջ անվտանգային խնդիրներ, մենք այս պահին փորձում ենք ստանալ հայ-թուրքական սահմանի բացումը, բայց դա պիտի լինի միշտ մեր օրակարգում, դա անհերքելի փաստ է, սա իմ տեսակետն է։ Այնինչ ըստ թուրքական ԶԼՄ-ների Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի լուծի Հայաստանի խնդիրը, այդպես է։ Դե դա Իրանից է մեծամասամբ կախված, չէ, Իրանը այստեղ որևէ դեր չի խաղացել, Իրանը նշեցի ինքը առաջինը շնորհավորել է Ադրբեջանին եւ շատ սխալ։ Եթե Իրանից սպասեին, Իրանը իդեպ մեզ 3+3 հարթակ տարավ շատ սխալ, վաղուց կլուծեին։ Ես իմ վստահությամբ դա արևմտյան ճնշումների արդյունքն է, ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, այլ որովհետեւ արևմուտքին ձեռնտու չի տարածաշրջանում Թուրքիայի գերհզորացումը։ Եթե թույլ կտաք, ես նույնիսկ իմ սոցիալական հարթակներում քննադատել եմ օրինակ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ պետք է տեսնել որքան զոհ է եղել, այո, այդպիսի բաներ չի կարելի ասել։ Քննարկման առարկա չի թիվը զոհերի կամ նստենք անունները հաշվենք, շատ ճիշտ է, հոլոկոստի զոհերի անունները չեն հաշվել նոր որոշել, դա ցեղասպանություն է, թե ոչ, իհարկե դեմ եմ այդպիսի հայտարարություններին։ Ինչ վերաբերում է Թուրքիայում շատ կան ուժեր, հենց դեմ կուսակցությունը, որի հետ համագործակցել են դիմադիր Իմամ Օղլուն, որին ձերբակալել են, կան շատ ուժեր Թուրքիայում, որոնք ասում են, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության, այլ հարց է, որ Էրդողանի Թուրքիան այդ Թուրքիան չի։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ քանի Էրդողանն է այնտեղ իշխանության, մենք չենք կարող հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Արդյոք Իրանի նախագահի այցը Բաքու կարելի է դիտարկել որպես պատասխանքայլ Իսրայելի ակտիվացմանը Ադրբեջանում։ Դե այո, Իրանը փորձում է, մենք խոսեցինք, մեղմել Ադրբեջանում հակա-իրանական տրամադրությունները, հատկապես հայ-իրանական զորավարժություններից հետո, բայց իմ վստահությամբ, եթե Ադրբեջանը որոշում ունենա ներգրավել Իսրայելի կողմից այստեղ ավանտյուրաների, այդ այցերը որևէ լուրջ հետևանք չեն ունենալ։ Արդյոք Իրանը զգուշացրել է Բաքվին այսպես կոչված Զանգեզուրի Բիջանցքի գործարկման դեպքում սպառնալիք լինելու մասին։ Իրանական կողմը բազմիցս նշել է եւ հենց Բաքու կատարած այցելության օրին Իրանի դեսպանը խոսեց, որ դեմ է ցանկացած ձևով տարածքների փոփոխությանը տարածաշրջանում, այսինքն բազմիցս ասել են դրա մասին, կարելի գիծ են ասել հիմա։ Դա իրենց համար է կարմիր գիծ, Արեգ ջան, դա մեզ չեն պաշտպանում։ Իրենք հասկանում են, որ դրանից հետո հայ-իրանական կապը կտրվում է եւ իրենք կորցնում են ելքը ԵՏՄ, արտաքին աշխարհ եւ դրանից հետո Իրանի վրա ավանտյուրա կարող։ Այո, նրանք շատ լավ հասկանում են, բայց տարեսկզբին Ալիևը հոխորտաց ու ասեց, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ցանկացած ճանապարհով վերցնելու է, ուժի գործադրմամբ, պատերազմով, սպառնալիքով, Իրանը ինչ է անելու։ Դա ընդհանրապես սպառնալիք է արդեն 5-րդ տարին։ Պետք չէ լուրջ վերաբերվել Ալիևին։ Միայն եթե ունենա միջազգային որոշ դերակատարների աջակցությունը, միայնակ չի կարող։ Դրանք ովքեր են։ Տարածաշրջանային երկրները Թուրքիան, Ռուսաստանը։ Թուրքիա աջակցություն ունի եւ վստահաբար։ Չեմ կարծում, ինչու, որովհետև Թուրքիան մեծ ճնշումների ներքո է հիմա գտնվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում եւ Թուրքիային ընդհանրապես ձեռնտու չի, որ Ռուսաստանը վերահսկի այդ ճանապարհները, իսկ Ադրբեջանն ինչ է ասում, որ ռուսական ֆեզմը պետք է վերահսկի։ Ես այստեղ լիովին իրենց շահերի կապ չեմ տեսնում։ Թուրքական լրատվամիջոցներում է պատտվում է այն տեսակետը եւ ողջագուրվում է այն տեսակետը, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը թուրքերը անվանում են Թուրանի միջանցք եւ իրենց համար շատ կարեւոր կենսագործունեություն ապահովող միջանցք եւ ամեն ինչ անելու է իր եղբայր Ալիևին աջակցելու։ Ռուսաստանն է կանգնելու դրա դեմ, Թրամփն է կանգնելու, թե Մակրոնը։
Տեսեք, Թուրքիան մեզանից հզոր է եւ կարող էր անել դա, ինչու՞ չի արել մինչ օրս։ Ուրեմն կան ճնշումներ, չէ՞։ Ով է ճնշում Թուրքիային։ Ես նշեցի, Ռուսաստանը հաստատ չի ճնշում, չի էլ կարող ճնշել, որովհետեւ Ռուսաստանը այսօր թույլ է ռուս-ուկրաինական։ Թրամփն է ճնշում։ Միայն Թրամփը չի, Եվրոպային ձեռնտու չի, որ Թուրքիան դառնա տարածաշրջանում լոգիստիկ ճանապարհների վերահսկողը եւ ձեռնտու չէր Բայդենի իշխանությանը։ Հիմա Թրամփը կարծես ասում է, ես շարունակելու եմ Բայդենի քաղաքականությունը Հայաստանի ուղղությամբ, դրա մասն եմ ասում։ Մենք պիտի հասկանանք Թրամփը ինչ նպատակներ ունի այստեղ։ Ես նախորոք չեմ կարող ասել մեզ հետ է, թե մեր դեմ է։ Ալիևը կարելի է ընդհանրել ինչպես է օգտագործում Իրանի նախագահի հայտարարությունները ներքին քարոզչական շահերի համար այսօր։ Տեսեք, Արցախի հարցը չի փակվում, ես դրա մասին շատ եմ խոսել, Ադրբեջանի տարածք ճանաչելով Արցախի հարցը ինքնորոշման իրավունքի հարց է։ Հիմա Լավրովը ասում է Ուկրաինայում Դոնեցկը ինքնորոշվել է, Ուկրաինայի մաս էր, չէ՞։ Իհարկե ես դա չեմ ընդունում, ծիծաղելի է, խոսքը Լեռնային Ղարաբաղին է վերաբերում, ինքնորոշվում են տարածքից։ Կարող է մասը, կարող է ինքնորոշվել, դա մեկը մյուսին չի հակադրում։ Արդյոք Իրանն ու Ռուսաստանը համաձայնեցված հակաադրբեջանական ռազմավարություն են։ Ոչ, բացարձակապես, եթե մենք տեսնում ենք ԱՄՆ-ն դիմել է Ռուսաստանին, որպեսզի աջակցեն Իրանի հետ բանակցությունները, այսինքն Ռուսաստանը իր հաշվարկներն ունի Իրանի ուղղությամբ, ինչ որ մի բան ստանալու դրա դիմաց, Իրանի վրա ճնշումներ կիրառելու։ Եթե տեսնում ենք Իրանը չի վստահում Ռուսաստանին նույն Զանգեզուրի, այսպես կոչված միջանցքի հարցում, Սիրիայում, Լիբիայում, Ռուսաստանը եւ Իրանը դաշնակիցներ չեն, ուղղակի տարածաշրջանում, երբ որ Իրանը եւ Ռուսաստանը ուզում են արևմուտքի դեմ հանդես գալ, միասնական են, բայց երբ որ արդեն առանձին շահեր ունեն, նրանց շահերը բախվում են։ Այսօր Ադրբեջանը Ռուսաստանի համար շատ կարևոր ուրեմն գործընկեր է, հատկապես տարանցիկ ճանապարհների եւ գազի դեպի Եվրոպա արտահանման սանկցիոն գազի համար, այստեղ Ռուսաստանը երբեք Ադրբեջանի շահերի դեմ չի գործի։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ավելի մեծ վտանգ է Իրանի համար, քան այսպես ասած Հայաստանի համար։ Միանշանակ։ Իրանը իր արսենալը ուղղելու է Ադրբեջանի դեմ։ Իրանը կցանկանա ուղի, բայց Իրանը չունի հիմա այդ ռեսուրսները, ես վստահ եմ դրանում։ Իրանը նույնիսկ չարձագանքեց, երբ իր դաշնակիցներին Համասին ոչնչացնում են, հիմա ինչ է անում Իրանը, ոչ մի բան, Իրանը չի կարող այսօր Իսրայելի դեմ միայնակ պայքարել, եթե իհարկե չունենա կոնսենսուս, որ դեմ է արևմուտքը Իսրայելի քաղաքականությանը։ Այսինքն կարելի է եզրակացնել, որ Իրանը այսօր անօգնական վիճակում է։ Անօգնական չէ, բայց քանի որ չունի ռեալ դաշնակիցներ, ես Ռուսաստանին չեմ համարում Իրանի դաշնակիցը, եթե հիշում եք, այդ պայմանագրում չկա ռազմական օգնության մասին կետ։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեա, Ռուսաստան համաձայնեք։ Դուք պատկերացնեք Ռուսաստանը գնա Իրանի համար կռվի Իսրայելի հետ։ Արդյոք Իրանը վստահում է Հայաստանի ներկայ իշխանություններին ռազմավարական հարցերում։ Վստահել որևէ մեկին չի կարելի, ես որ լինեի իշխանություն, որևէ մեկին չէի վստահի, ուղղակի կտեսնեի, թե ում շահերն են համընկնում իմ երկրի շահերի հետ։ Այն, որ Հայաստանի շահերից չի բխում Իրանի թուլացումը, ակնհայտ է։ Արդյոք Իրանը պատրաստ է ռազմավարական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, այսպես կոչված Թուրանական միջանցքի գործարկման դեպքում։ Թուրանական միջանցքը, եթե Թուրքիան որոշի, որ պետք է գործարկի, ինչ հավանական չեմ համարում, Իրանը թույլ է ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի դեմ, եթե դա որոշի Իսրայելն ու Ադրբեջանը, կարող է, որտեղ Իսրայելը եւ Ադրբեջանը միայնակ առանց արևմուտքի Իրանի նկատմամբ չեն կարող գնալ որևէ լուրջ սադրանքի։ Այսինքն Իրանը խեղդամահ կլինի, բայց չի կարող հարձակվել Թուրքիայի վրա։ Թուրքիայի վրա չի կարող հարձակվել Իրանը։ Եթե իհարկե միջուկային զենք արդեն չունի եւ չի սպառնում դրանով, դրա մասին չգիտեմ։ Իսրայելը հայտարարում է, որ Իրանը ունի այդ մարտագլխիկները։ Ունի, բայց եթե հիշում եք, Սիրիայում Իսրայելը ոչնչացրեց այդ մարտագլխիկները, երբ որ Ասադը ուզում էր ստեղծել միջուկային զենք։ Ասվում է, որ նորից ունի։ Իրանը միջուկային զենք գործարկելու է։ Գիտեք ինչ, այսօր օրինակ Ռուսաստանը վախեցնում է ինչի չի գործարկում, կա կոնսենսուս, որ միջուկային զենք գործարկելը կավարտի ընդհանրապես պատմությունը, ինչը, որովհետև հաջորդ օրը Ճապոնիան միջուկային զենք կստեղծի ընդդեմ Չինաստանի։ Բայց էլ ինչպես պայքարի Իրանը։ Մենք խոսել ենք, Իրանը պիտի իր տնտեսությունը զարգացնի, լավ հարաբերություններ ունենա, կոնստրուկտիվ իր շահերից ելնելով արևմուտքի հետ։ Փորձը ցույց տվեց, որ տարիներ շարունակ Իսրայել, Իրան, Ամերիկա, Իրան այդ հրաձգությունը մեկ արթնանում, մեկ սրվում, մեկ լարվում է եւ որևէ կոնսենսուս ըստ ձեր ասացի Տիկին Դալլաքյան
Չի ստացվում փաստորեն։ Կոնսենսուսը այն է, որ արևմուտքը չի թողնում, որ Իսրայելը հարվածի Իրանին։ Ես դա եմ տեսնում եւ շատ ճիշտ եք, տարիներ շարունակ չեն թողել, որպեսզի Իսրայելը, դա միֆ է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելին Իրանի դեմ, այո, երբ որ Իրանը տերորիստական հարձակումներ անում, պաշտպանում է, բայց 4 տարի Բայդենի իշխանության ժամանակ, հիմա արդեն 7 ամիս Տրամփի, Իսրայելը չի կարողանում ստանալ ԱՄՆ-ից այդ կանաչ լույսը։ Եվ որ դուք ասում եք Իրանը Թուրքիայի դեմ չի կարող, եկեք չմոռանանք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եթե Թուրքիայի դեմ հարձակում լինի, ԱՄՆ-ն պարտավոր է պաշտպանել Թուրքիային։ Դրա համար Իրանը չի գնա այդպիսի քայլերի։ Իսկ այսօր ինչու Իրանը չի օգտագործում տնտեսական, մշակութային կամ ռազմական լծակները Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։ Որտեւ Իրանի տնտեսությունը ինքը շատ թույլ է, մենք խոսեցինք Իրանում շատ լուրջ ինֆլյացիա կա, ռեցեսիա կա, դա հետևանք է արևմտյան սանկցիաների եւ ինչու Օմանում Իրանը հայտարարեց, որ իր նախապայմանն է սանկցիաները հանել Իրանի վրայից, որպեսզի Իրանի տնտեսությունը կարողանա շնչել։ Մենք գիտենք, որ տնտեսությունը երկրի շարժիչ ուժն է։ Իրանը ինչու է հանդուրժում Թուրքիայի ազդեցության տարածումը իր հյուսիսային շրջաններում։ Թուրքիան փափուկ ուժով է իր ազդեցություն տարածում, Ռուսաստանն էլ է հանդուրժում Հյուսիսային Կովկասում Թուրքիայի ազդեցության տարածում, ինչպես նաև Միջին Ասիայի երկրներում։ Թուրքիան այսօր ունի այդ կարողությունը, որ դա անի։ Մենք նշեցինք, Իրանի ղեկավարությունը պիտի հասկանա, որ եթե իրենք ուզում են ունենալ ուժեղ Իրան, որը կարող է Իսրայելին եւ Թուրքիային եւ Ադրբեջանին հակակշռել, չպիտի ունենան այսպիսի տնտեսություն, իսկ դրա համար կարևոր է հանել սանկցիաները։ Պիտի հանրայինը ժողովրդավարական երկիր լինեն, որպեսզի ներքին խժդժություններ չհրահրվեն եւ կարողանան ստեղծել զենքեր, որոնք Իսրայելի կզսպեն։ Իսկ եթե դու սանկցիաների ներքո ես գտնվում եւ որևէ լոգիստիկ ճանապարհների մաս չես կազմում, դու չես կարող պայքարել։ Իսկ ինչ քայլեր կձեռնարկի Իրանը իր հյուսիսում սեպարատիզմը կանխելու համար։ Իրանը միշտ կոշտ մեթոդների է դիմել, մենք տեսնում ենք, որ այսպես ոստիկանական ուժեր են հանում փողոց, բայց նույնիսկ եմ կրկնում, քանի որ Իրանում դժգոհությունները մեծ են իշխանություններից, այնտեղ հիշում եք ծեծու ջարդով շատ ներողություն հանրահավաքները ավարտվեցին։ Մի կայծը, իդեպ դա Ադրբեջանին է վերաբերում, քանի որ ինքը դեմոկրատական երկիր, դեմոկրատիայի դրական կողմը որն է, բացասական իհարկե որոշ նրբերանգներով, որ դժվար է խառնակցություն անել մի երկրում, որտեղ ժողովուրդը վստահում է իր իշխանությանը։ Եվ Ադրբեջանը ինքը մոնոլիտ երկիր չի, այնտեղ լեզգիներ կան, թալիշներ կան, այսինքն Ադրբեջանի համար շատ վտանգավոր է դառնալ Իսրայելի համար պլացդարմ Իրանի վրա հարձակման համար։ Ալիևը չի գիտակցում դա։ Գիտակցումը դրա համար մինչ օրս չի դարել, բայց որքանով է Իսրայելի ներկայությունը այնտեղ ուժեղ, որտեղ Ադրբեջանը պարտական է Իսրայելին իր հաղթանակի համար, նաև Իսրայելի մեծամասնական 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը հիմա փորձում է Թուրքիային, Իսրայելին եւ Ռուսաստանին գոհացնել երեք գլխավոր դաշնակիցներին մեր դեմ պայքարում։ Դա դժվար է, որտեղ հիմա երեքն էլ ունեն տարբեր շահեր։ Ադրբեջանը այսօր չի կարող Իսրայելին, այսպես ասած, հեռացնել իր տարածքից եւ փակել բոլոր Դա կախված է Իսրայելի ներգրավվածության աստիճանից, քանի որ Ադրբեջանը փակ երկիր է, մենք չգիտենք բանակում կամ ռազմական մատակարարների առումով Իսրայելը որտեղում է գտնվում։ Եթե առաջին, երկրորդ տեղում է գտնվում, դժվար է։ Մանավանդ իսրայելական զենքերը տեխնոլոգիաներով շատ որակով են, դա ռուսական զենքերը չեն։ Այսինքն Ալիևը պիտի հաշվարկի տուժվելն է ավելի այստեղ շատ լինելու Իսրայելից փոխվելու դեպքում, թե օգուտները։ Կանխատեսողները ասում են, որ գալու է օրը եւ Ալիևը, այսպես ասած, գցելու է Իսրայելին։ Իսրայելին գցելը իմ կարծիքով փոքր բարդ է, նույնիսկ եմ կրկնում, որ Արևելևս Ալիևի դեպքում։ Այո, որովհետև կոռումպացված ռեժիմ է, որովհետև նավթադոլարները նաև Իսրայելից են այնտեղ գալիս, որովհետև Իսրայելը մեծամասամբ զինել է ադրբեջանական բանակը մոտեցնելով արևմտյան ստանդարտներին, Պուտինի բանակին հոչի նմանվելու կամ թուրքական ՆԱՏՕ-ի բանակի նման պիտի լինի, բայց այդտեղ չգիտեմ Թուրքիան որքանով կարող է Իսրայելի դեմ գործել, որովհետև եթե տեսնում եք Թուրքիան Իսրայելի դեմ բարձր գոռում է դիվանագիտական մակարդակով, բայց որևէ քայլ չի կատարում, չնայած մուսուլմանների հայր չէ իրեն Էրդողանը անվանում, այսօր Պաղեստինում ցեղասպանություն է, Թուրքիան որևէ քայլի չի դիմում Իսրայելի դեմ։ Իսկ ինչու է պայմանավորված, որ կան կոնկրետ ապացույցներ, որ Իսրայելի ռազմավարական անձնակազմը արդեն գործել է Իրանի սահմանների մոտ Ադրբեջանի տարածքից։ Դա ասում են հենց Լեռնային Ղարաբաղի տարածքից է գործել։ Այո, որը ժամանակավորապես գտնվում է այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այո։ Հարցս հետևյալն է. ինչու Իրանը ինչ որ մի խոսքով հրապարակային Ադրբեջանին չսաստեց։
Իրանի խորհրդանում այդ ձայները միշտ կան, դուք էլ նոր ասեցիք, շատ են ասում, որ սիոնիստական ռեժիմի դաշնակից է Ադրբեջանը, երկրի ղեկավարներին մակարդակով այդպիսի հայտարարություններ երբեք չեն արի, դա պիտի կարմիր գիծ լինի, որ Իրանը որոշի, որ վերջ այլևս Ադրբեջանը իր թշնամին է, որ այդպիսի հայտարարություն անի, Ադրբեջանը Իսրայելը չի։ Իսկ Իրանը չի հասկացել, որ վերջ Ադրբեջանը իր թշնամին է, իր տարածքից գնդակոծում է։ Ոչ, քանի դեռ Ադրբեջանը չի դարել պլացդարմ Իսրայելի կողմից հարձակման համար, առանձին կրակոցները դա պատերազմի հրահրման, ինչպես Ադրբեջան-Հայաստան առիթ չի կարող լինել, մանավանդ եթե Իրանը չգիտի պատերազմից հետո, որ երկրները կմիանան Իսրայելին, այս զգուշանում է։ Ալիևը դառնալու է Նեթանյահուի խամաճիկը եւ կարգադրությունները իրականացնողը Իրանի հարցում։ Ալիևը բարդ իրավիճակում է, Ալիևը եւ Էրդողանի խամաճիկն է, եւ Պուտինը, եւ Նետանյահուի, հիմա թե երեքից որինն է ավելի շատը լինելու, եթե Ալիևը տեսնի, որ Չէ, Ռուսաստանը Պուտինը չի ուզում, որ Իրանի վրա որևէ հարձակում։ Ես այդպես վստահ չեմ կարող ասել, որովհետև Ռուսաստանին ձեռնտու է Իրանի թուլացումը տարածաշրջանին, որովհետև նա կարողանա իր ազդեցությունը ուժեղացնել, Իրանը եւ Ռուսաստանը մրցակից են այստեղ, չէ՞, հենց Առաջին տպավորությունը այն է, որ նրանք շատ բարեդրացիական հարաբերությունների մեջ են։ Դե տպավորություններով պետք չի շարժվել, տպավորությունը այն է, որ Տրամփն ու Պուտինը ընկեր են, բայց ԱՄՆ-ը Ռուսաստանը չեն կիսում աշխարհը այսօր։ Իսկ արդյոք Իրանը մտադիր է փակել Ադրբեջանի հետ սահմանը ռազմական սպառնալիքի դեպքում։ Կարող է, ես որքանով գիտեմ, սահմանը փակ է, ինցիդենտ տեղի ունեցավ, չէ, հենց իր դեսպանատան հետ կապված Ադրբեջանի Իրանում, եւ դրանից հետո որոշվեց, որ սահմանը հաղորդակցությունը փակ է լինելու, այս պայմանությամբ չեմ կարող ասել դա պիտի ճշտվի, բայց Իրանը այդպիսի խնդիր չունի։ Տեսեք, դուք որ ասում եք Իրանը Ռուսաստանը առաջին հայացքից բարեդրացիական են, Իրանի համար կարմիր գիծ համարվող Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ չի Ռուսաստանի համար եւ Իրանը բազմիցս այդ հարցը տվել է Լավրովին։ Արդյոք Իրանը կունենա կանաչ լույս Թել Ավիվին հարվածելու Բաքվից հարձակում ստանալու դեպքում։ Եթե Բաքվից լինի հարձակումը, Բաքվին կհարվածի, Իսրայելին չի հարվածի, որտեղ Իսրայելին հարվածելը վտանգներ կարող է առաջացնել ԱՄՆ կողմից ներգրավելու դեպքում, Ադրբեջանին հարվածելը, չգիտեմ, այդտեղ Թուրքիան կարող է ներգրավել, բայց ԱՄՆ-ն էլի որոշիչ դեր է կատարել։ Կա տեսակետ նաև, որ նման բախման դեպքում, Իրան-Իսրայել բախման դեպքում Թրամփը կարող է հանկարծակի բերել եւ լվանալ իր ձեռքերը եւ մի կողմ քաշվել Իսրայելին թողնելով միայնակ։ Դե հիմա հենց դա էլ տեղի է ունենում։ Տեսեք, Տրամփը ոչ թե լվանում է ձեռքերը, Տրամփը չի պատրաստվում դառնալ Իսրայելի խամաճիկը Իրանի դեմ պայքարում։ ԱՄՆ-ն Իսրայելն ունի տարածաշրջանում։ Տրամփը կարող է վաղը չլինի, ուրիշը լինի։ ԱՄՆ-ին ձեռնտու չի, որ Իսրայելը հզորանա այնքան, որ ԱՄՆ-ին ասի դու այլևս ինձ պետք չես։ Կա տեսակետ նաև, որ Թրամփին ղեկավարում են հենց կոնկրետ Թել Ավիվից։ Բա ինչի՞ չի օգնում Նետանյահուին։ Նետանյահուն գնաց, շնորհակալություններ հայտնեց, ոչինչ չստացավ։ Հակառակը Տրամփը Նետանյահուի դիմաց կանգնեց վիրավորեց Իսրայելին, ասաց ինձ պետքա ուժեղ Իրան։ Դե հիմա ո՞նց է ղեկավարում, չգիտեմ։ Ով է շահելու Իրան եւ Ադրբեջան հակամարտությունից։ Այդ խաղի ռեժիսորը ով է։ Հակամարտությունից Իրան-Ադրբեջան շահելու է Ռուսաստանը, որովհետև իրեն ձեռնտու է եւ Իրանի եւ տեսեք, տարածաշրջանում որքան էլ խաղացողները թուլանան, ԱՄՆ-ն տարածաշրջանային երկիր չի, այնքան դա ձեռնտու է Ռուսաստանին։ Այստեղ մրցակից են Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Շահելու է, եթե իհարկե Իրանը չկարողանա լիովին ոչնչացնել ադրբեջանական ռեժիմը, Իսրայելը, որովհետև տեսնելով, որ Ադրբեջանի դեմ Իրանը չի կարողանում, Իսրայելը կհասկանա, որ կարող է արդեն ինքն էլ հարձակվել ուղղակիորեն։ Բայց ես դա շատ քիչ հավանական եմ համարում, գիտեք, տարիներ շարունակ մենք խոսում ենք, որ ահա Իրան-Իսրայել պատերազմ կլինի, ես դա քիչ հավանական եմ համարում։ Հայաստանը ստեղծված ճակատագրական եւ օրհասական պահից դուրս գալու միակ ելքը ո՞րն է։ Լինել ինքնիշխան իրականում, վարել սեփական քաղաքականությունը, ճկուն դիվերսիֆիկացիա առանց որևէ թշնամիների փնտրտուքի, բայց պաշտպանելով Հայաստանի շահերը, ունենալ ռազմական ձեր եթերում էլ են շատ խոսում արդյունաբերություն, Հայաստանը պիտի ունենա ԱԹՍ-ների արդյունաբերություն, նոր տեխնոլոգիաներ, ինչպես Ուկրաինա, որտեղ Ադրբեջանը մեզ ԱԹՍ-ներով է ամենաշատ վնասներ հասցրել, ունենա զարգացող տնտեսություն, ոչ թե զարգանա, որտեղ սանկցիաներն են շրջանցում, պատկերացնեք սանկցիաները հանեն Ռուսաստանի վրայից, Հայաստանի տնտեսությունը չի զարգանա ընդհանրապես եւ արդարադատություն օրենք։ Հայաստանը ընդունելու է Ալիևի անընդունելի պայմաններով համաձայնագրի ստորագրումը։ Եթե ընդունի, Հայաստանը որն է, Հայաստանի իշխանությունները, կարծում եմ հայ ժողովուրդը դա չի ընկալի մեղմ ասած։ Հայաստանի իշխանությունները կարող են միանձնյա որոշում կայացնել համաձայնագիր կամ պայմանագիր ստորագրել հայ ժողովրդի անունից։
Դե գիտեք, հիմա դաշնակցության ղեկավարներն կարող է գնալ Ալեքսանդրապոլի պայմանագիր ստորագրեն եւ հեռանան երկրից, բայց նախ հիմա այդ ժամանակները չեն։ Երկրորդն էլ պատասխանատվության մասին պետք է մտածեն։ Համայն դեպս կներեք, երկրի ղեկավարը նման քայլի գնալու է։ Դե միշտ ասում եմ ոչ, ինչ իմանամ, գուշակ չեմ, ես ինքը ասում եմ ոչ։ Չեմ կարող ասել։ Դուք համոզված եք։ Ես ոչ մի բանում համոզված չեմ երբեք։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առանց հայ ժողովրդի համաձայնության Արցախի հարցը չի լուծի, բայց լուծել է։ Հիմա դրանք տարբեր հարցեր։ Այստեղից եզրակացությունը ո՞րն է ձեր։ Եզրակացությունն է, որ ներողություն իհարկե, ապարց խոսեմ, ես չեմ վստահում որևէ մեկին, այն էլ քաղաքականության մեջ։ Երկրի գործադիրին եք վստահում։ Ոչ, որովհետև գործադիրը մարդիկ են ղեկավարում, եթե նրանք Բայց վստահությունը մարդու հանդեպ է լինում, իրական մարդու հանդեպ է լինում սովորաբար։ Տեսեք, մենք մարդկային արժեքներով օժտված կերպարի մեջ է լինում վստահությունը։ Կան պարագաներ, օրինակ, որոնք կարող են Նիկոլ Փաշինյանի որոշումը փոխել, չէ՞, նա մի օր ասեց Արցախ Հայաստանի վերջ, մյուս օրը ասեց Ադրբեջանի տարածքի, Ռուսաստանի ղեկավարն ասում է պաշտպանել եմ, հաջորդ օր չպաշտպանել։ Ո՞րն է ձեր վերլուծությունը եզրակացության տեսքով, խնդրեմ։ Եզրակացությունը այն է, որ ես այսօր չգիտեմ, որն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը, եւ եթե ինչ-որ մեկը կկանգնի ասի ես գիտեմ, կներեք նա ժամավաճառ է։ Առաջին կարգի քաղաքագետներից եք համարվում Հայաստանում։ Չգիտեք, թե չեք ուզում բարձրաձայնել, Տիկին Դալեկյան։ Շնորհակալ եմ, չգիտեի, որ առաջիկը ես նորից եմ կրկնում, եթե եւ վստահ եմ դուք էլ գիտեք, որևէ քաղաքագետ կկանգնի ասի ես գիտեմ հաջորդ օրը ինչ է լինելու, մեզ մոտ մեծամասն ծիծաղի առարկա են դարձել, եթե թույլ կտակ, որտեվ ասում էին Թրամփը Պուտինի հետ կիսել է աշխարհը, հիմա բոլորը ծիծաղում են, ես չեմ ուզում ծիծաղի առարկա դառնալ։ Կիսված չի աշխարհը հիմա։ Դուք կիսված եք, կիսել է Պուտինը։ Ես լրագրող եմ, քաղաքագետը դուք եք։ Դե լրագրող եք, բայց հետևում եք իրադարձություններին, չէ, դեռ չի կիսվել։ Միթե արդեն գծված է Հայաստանի ճակատագրի սցենարը։ Ոչ, իհարկե ոչ։ Ամեն օր բան է փոխվում։ Մենք հիմա այնպեսի ժամանակներում ենք ապրում, որ վաղը կարող է Թրամփը այնպեսի բան անել, որ ոչ մեկ չսպասի նույն ԱՄՆ-ում։ Թրամփը կանգնելու է Հայաստանի կողքին Ադրբեջանի հարձակման ժամանակ։ Հայաստանի կողքին միայն Թրամփի մասին չեմ ասում, կկանգնեն նրանք, ովքեր կտեսնեն, որ Հայաստանը ինքը պատրաստ է պայքարի։ Հայաստանը այսօր պատրաստ է պայքարի։ Չունի այդ ռեսուրսը իմ կարծիքով։ Չունի։ Չունի, բայց մեր մեղքով ոչ թե չէր կարող ունենալ։ 7 տարի չենք կարող։ Ում մեղքով կոնկրետ։ Հայաստանի իշխանությունների այն առումով, որ ես չեմ տեսնում ռազմական արդյունաբերության զարգացում Հայաստանում։ Չեն գիտակցել դրա մասին միթե։ Ուй, դա իրենք կարող են ասել, դե եթե չեն անում, ուրեմն չեն գիտակցում։ Ինչպեսի քայլ կարող եք դա գնահատել։ Դե եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ, կասեր կապիտուլյանտ է, բայց ես այդպիսի պոպուլիստական լոզունգներով չեմ առաջնորդում, կամ չեն գիտակցում, կարծում են, որ Հայաստանին պետք չի ռազմական արդյունաբերություն, եւ մենք դիվանագիտությամբ կհասնենք խաղաղության, բայց դա մեղմ ասած անհեռատես քաղաքականություն է։ Հայաստանը ուր է գնում այսօր։ Մի համեմատություն անեմ ներողություն, ավտոմեքենան է, որ նեյտրալի վրա են դնում, չէ՞, ոնց որ տես գլորվում ենք, տեսնենք ինչ կլինի։ Ինքնահոս վիճակում ենք։ Ինքնահոս։ Անգիտակցական։ Իմ կարծիքով մեծամասամբ այո, եւ կադրերի բացակայության շնորհիվ։ Միթե սրանն էինք արժանի։ Խոսում ենք հզորագույն հազարամյակներով լի պատմության, հերոսական դրվագների էջերի մասին, մենք այսօր ինքնահոսով գնում ենք։ Սա գուցե հաջորդ հաղորդման ժամանակ խոսենք երկար թեմա է, բայց խոսացողները հիմնական գործ չեն անում։ Խոսացողները գործ չեն անում։ Այսօր որտեղ է դրված Հայաստանի լինել-չլինելու հարցը, որը հուզում է յուրաքանչյուր իրական հայ։ Տեսեք, մի կողմում կային իրական Հայաստանում կան մարդիկ, որոնք զբաղված են դրոշայրելով, բայց երբ որ պայքարի ժամն է, իրենք չկան, ոչ էլ իրենց երեխաները, եւ դա պոպուլիզմ է։ Մյուս կողմից էլ կան մարդիկ, որոնք ասում են խաղաղություն հնարավոր է հասնել խաղաղության ուղղակի խոսքերով եւ մեզ դաշնակից պետք չի, միջնորդ պետք չի, բանակ զենք արտադրել պետք չի, այս մեջտեղում պիտի լուծումը գտնվի։ Ինչ կենարար ճառագայթ եք տեսնում Հայաստանի վրա։ Իմ կարծիքով դե նայած ով ոնց եմ դասում հավատքն է մեզ մոտ կարևոր, իրական հավատքը, ոչ թե այս եկեղեցում այսօր ինչ կատարվում է ցավալիորեն եւ հավատը մեր ուժերի վրա։ Հատուցումը մոտ է։ Ալիևի Շնամիների միայն մենք կարող ենք մոտեցնել հատուցումը, այդպես վերին ուժերի վրա միայն պետք չի ուզ դնել։ Դա մոտ է։ Այս քաղաքականությամբ որ գնանք 7 տարի նույն դասարանում մնալով ոչ։ Չեք տեսնում։ Դե Փաշինյանը եթե ասում է նույն դասարանում մնացել, ինչ մնում, այսինքն միայն մեր հույսը դնել մեր հավատքի եւ բարձրալի վրա։ Հավատքի չէ, մնում է պահանջել իշխանությունից կատարել իրենց աշխատանքը, ժողովուրդը։ Պահանջելու է։
Հուսով եմ, ես մի հոգի եմ։ Դուք ասացիք 7 տարվա ընթացքում չտեսաք։ 7 տարվա ընթացքում չտեսա Փաշինյանը փոխի իր քաղաքականությունը, բայց ժողովուրդը Որ պահանջեինք փոխեր։ Իհարկե կփոխի։ Գալու է քաղաքացու պահանջի օրը։ Հուսով եմ մինչև 26 թվականը գալու է ընտրությունները։ Եվ դուք տեսնում եք այդ Բուրաստանը։ Ես տեսնում եմ, որ ժողովրդի մեծամասնությունը հիասթափված է այսօրվա քաղաքականությունից, ուղղակի այլ ընտրանք չի տեսնում։ Տեսնելու է։ Դե այդ ուժերը պիտի միավորվեն։ Հայտնվելու է այլ ընտրանքը։ Չեմ կարող ասել։ Շնորհակալություն Տիկին Դալաքյան։ Շնորհակալ եմ, որ եկաք եւ այս հետաքրքիր բովանդակալից միևնույն ժամանակ ինտերակտիվ հարցազրույցի մասնակիցը եղաք եւ ձեր կանխատեսումները եւ վերլուծությունները հուսով եւ համոզված եմ, որ սիրով ներկայացրեցիք։ Կսպասեմ նոր հրավերների։ Ամենայն սիրով։ Լավ եղեք։ Մերսի։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը զրուցում էի քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, խաղաղություն եւ հաղթանակ հայոց աշխարհի։ Ձայն չհանելով պատերազմը ավելի է մոտենում։ Հայկական տան վրա կրակել են, ապացույցները կան։ Ադրբեջանը վստահ եմ ցանկանում է մեզ ներքաշել պատերազմի մեջ։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ցանկացած ճանապարհով վերցնելու է ուժի գործադրմամբ, պատերազմով, սպառնալիքով։ Ալիևը ինքը ռևանշիստ է, Ալիևը ինքը որևէ պայմանավորվածության չի գնում, Ալիևը ինքն է օկուպանտ, ինքն է խախտել Մինսկի խմբի համաձայնագրերը, հիմա օկուպացել է Հայաստանի տարածքը։ Իր արսենալը ուղղելու է Ադրբեջանի դեմ։ Իրանը չի կարող այսօր Իսրայելի դեմ միայնակ պայքարել։ Գալու է օրը եւ Ալիևը, այսպես ասած, գցելու է Իսրայելին։ Որովհետև կոռումպացված ռեժիմ է, որովհետև նավթադոլարները նաև Իսրայելից են այնտեղ գալիս։ Ադրբեջանը փոքր երկիր է, որ ինքնուրույն որոշի հարձակվի Հայաստանի Հանրապետության վրա, թե ոչ։ Արդյոք Իրանը կունենա կանաչ լույս Թել Ավիվին հարվածելու, Բաքվից հարձակում ստանալու դեպքում։ Եթե Բաքվից լինի հարձակումը, Բաքվին կհարվածի։ Ալիևը բարդ իրավիճակում է, Ալիևը եւ Էրդողանի խամաճիկն է, եւ Պուտինը, եւ Նետանյահուի։ Հիմա իր արսենալը ուղղելու է Ադրբեջանի դեմ։ Իրանը չի կարող այսօր Իսրայելի դեմ միայնակ պայքարել։ Գալու է օրը եւ Ալիևը, այսպես ասած, գցելու է Իսրայելին։ Որովհետև կոռումպացված ռեժիմ է, որովհետև նավթադոլարները նաև Իսրայելից են այնտեղ գալիս։ Ասվում է, որ Պուտին-Թրամփ սիրավեպ է սկսվել։ Այսօր մենք չգիտենք նույնիսկ Թրամփի ճակատագիրը ինչ կլինի, եկեք բարձրացնենք։